դուք տեղյակ չեք, որ միջև անգամ վարդերը Նյու Յորք են գնում։ Հայաստանի վարդերը Նյու Յորքում են վաճառվում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառվում են։ Նայեք, այն գործընթացը, որը որ պետք է սկսվի եւ այլ շուկաներում, որտեղ որ առավել խիստ պահանջներ կան եւ որտեղ որ այտենց ախպերական պայմանավորություններ չի ձեռք բերվում, այլ միայն ինստիտուցիոնալ որակի եւ մնացած ինստիտուտների համապատասխան արտոնագրերի, լիցենզիաների արդյունքում է կատարվում, մենք պետք է անպայման մտնենք այդ դաշտ։ Որպես պետություն, որպես պետական, որպես տնտեսություն պարտավոր ենք մենք ամեն ինչ անել, թեկուզ կորուստներով, թեկուզ եկամուտները մի քիչ լինի, բայց մենք կարողանանք մեր շատ տնտեսություն կառուցենք այն որակների, այն չափորոշիչներին, այն չափանիշներին, որոնք որ պահանջում են նման։ Իհարկե ժամանակ եւ արագություն էլ, կարող ես եւ արագ անել, կարող ես եւ դանդաղ անել, դրա համար ինչքան այդ խնդիրը առաջանա, այնքան ավելի շուտ մենք այդ ամեն ինչը կունենանք։ Այդ ամենին հասնելու համար կարծեմ որ այդտեղ մենակ մասնավորը այստեղ պետության նաև բանն է պետք։ Պետությունը կարծում եմ կաջակցի, բայց ես գիտեմ մի բան։ Այսօր ես գիտեմ արդեն, նայեք, ես արդեն գիտեմ, որ շրջանառու միջոցները բավականին, օրինակ եթե խոսքը վերաբերում է, նայեք, գյուղատնտեսությունը սկզբունք ունի, հա։ Նրանք, որոնք որ ջերմոցների մեջից են դուրս գալի, դրանք 11 ամիս եկամուտ են բերում։ Այն, որը որ ջերմոց չի, ուղղակի մեր բնության արդյունքում պետք է լինի, դա սիվոլիշ միայն 2 ամիս է տևում։ Դրա համար ջերմոցների ինստիտուտն էլ այնպիսին է, որ կա 5+, կա 6+ արդեն տեխնոլոգիաներ։ Երբ որ դա դու ներես կրում այդ տեխնոլոգիան, դու չես էլ կարող խախտել, որովհետև խախտման դեպքում հնարավոր է մոտդ ոչինչ չստացվի։ Այդ բարձր վերջի ժամանակակից սարքավորումները ամբողջ աշխարհում էլ այդ սարքավորումը ամենավերջինն է։ Եվ դրանից դուրս եկած պրոդուկտը ամենամրցունակն է, ամենավորակյալն է։ Սիասյան ուժեղ Հայաստան կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում կարելի ասել արդեն հայտարարում է, որ դեղերի գներն է նվազեցնելու, եթե դա իշխանության փոքր ու միջին բիզնեսը չի հարկվում, այ դուք որպես ոլորտի մասնագետ, նման բան հնարավոր է։ Նայեք, ես կարծում եմ դրանք սա քաղաքական հայտարարություններ են, որոնք որ 30 տարի բոլորս լսել են քաղաքական հայտարարություններ, եթե դուք հիշում եք, ինձ մի հատ տեսագրություն են ցույց տվել, որ 17 թվականի ընտրություններից առաջ թե 13, որ ասացին 3.2 միլիարդ ներդրում են կատարել, եթե հիշում եք կա դա։ Դրանք քաղաքական հայտարարություններ են, դրանք ոչ մի հիմքեր չունեն, ինքներդ լավ տեսնում եք, որ չկա այդ հնարավորությունը եւ ընդհանրապես դա մարսելու համար այդ կարգի գումարներ կամ այդ կարգի աշխատատեղեր դա ուղղակի չգիտեմ։ Հնարավոր չէ փոքր բիզնեսը հարկերից ազատել, ինչպես իրենք են առաջարկում։ Նայեք, փոքր բիզնեսը դա այն ճանապարհն է, որով որ մեծ բիզնեսը սկսում է։ Եղել է այդպիսի բան Հայաստանի Հանրապետությունում։ Եթե հիշում եք, ես դա